Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, ուժեղ Հայաստանից եւս 3 падգամավորի տեխնացու ինքնաբացարկ է ներկայացրել, դեռ չհասած ազգային ժողով մանդատները վայր են դրել, այսպես ասած, ինչով է սա պայմանավորվում, հաշվի առնելով, որ նախորդին եւս 105 падգամավորի տեխնացուներ միանգամից ինքնաբացարկ էին ներկայացրել, կարող ենք ենթադրել, որ գաղտնի պլանը արդեն ուժի մեջ են դրել։ Դե եթե սա իրենց գաղտնի պլանը ցավում եմ, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում են 100 քանի հոգին, ովքեր դուրս եկան, սա նշանակում է, որ իրենք իրենց թիմի նկատմամբ վստահություն չունեն ու ինչ որ, այսպես ասենք, չիստկաներ են անում։ Բայց Մելոյանը գոնե այն երևացող դեմքերից էր երրորդ համարն։ Այո, ես կարծում եմ, բայց դա իր անձնական ցանկությամբ է մանդատը չի վերցրել, բայց մնացածի առումով ես կարծում եմ, որ մեծ առումով իրենք իրենց թիմի վրա կասկածներ ունեն ու դրա մասին մենք բազմիցս խոսել ենք, որ այնտեղ ըստ էության սիտուատիվ այսպես թիմը հավաքված, ինչ որ փողերի, ֆինանսների շուրջ այդ պահին հավաքված եւ հավաքագրված, քանի որ մինչև ընտրությունները իմ տեղեկություններով նրանք այսպես մոնիտորինգ էին անում Facebook-ը եւ տեսնում են ովքեր այսպես իշխանություններից նեղացած են, ովքեր չգիտեմ ինչ որ իշխանություններին քննադատող բաներ են գրում, միանգամից այսպես որսում էին, այսինքն որս էին անում իշխանությունից նեղացածների, բայց դա չէր նշանակում, որ իրենցից շատերը իրենց գաղափարակիցն են կամ կիսում են իրենց գաղափարները կամ համախոհ են կամ վստահելի անձինք են։ Ու կյանքը ցույց տվեց, որ իրականում այդպես էր եւ այդ 105-6 հոգին միանգամից այսպես ինքնաբացարկ գրեց, կրկնեմ, սա նշանակում է, որ այնտեղ թիմ չկա, այնտեղ ինչ որ իրավիճակի ու փողի շուրջ հավաքված ինչ որ խումբ է։ Ամեն դեպքում այս ուժի վախերը որտեղ են, ինչու է ձեր բառերով ասած չիստկա անում կամ այդ ճանապարհով։ Դե իրենք մտածում են, որ նախ չեն արդարացրել այդ մարդկանց ակնկալիքները, միգուցե նաև ֆինանսապես, ու մտածում եմ, որ հետագայում այս մարդիկ կարող են ըստ էության խնդիրներ առաջացնել իրենց համար եւ դրա պատճառով իրենք այսպես այդ չիստկան անում են, բայց դա իրենց չի փրկի, քանի որ ես կարծում եմ, որ նաև որոշակի տեղեկություններ ունեմ, որ ոչ միայն այդ 105-ը, այլ շատ ավելի շատ մարդիկ նեղացած են կամ ակնկալիքները չի բավարարել եւ հասկանում եք, որ նրանցից շատերը անհրաժեշտ բան կխոսեն։ Բայց հետաքրքիր է, որ ընտրություններից անմիջապես հետո Նարեկ Կարապետյանը խոսում էր այն մասին, որ քաղաքացիական պայմանագրից եթե 8 падգամավոր իրենց միանա, իրենց բոլոր, այսպես ասած, խնդիրները կլուծվի հիմա։ Դե հասկանում եք, որ իրենք իրենց վախերը փորձել են այսպես ուղղորդել դեպի քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմ, լավ իմանալով, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեջ կամ խմբակցության կամ այդ ցուցակում չի կարող լինել այդպիսի մարդ, քանի որ այնտեղ բոլորը գաղափարակից մարդիկ են եւ բոլորը ցուցակում են հայտնվել ոչ թե այսպես պատահական կամ սիտուատիվ կամ ինչ որ Facebook-ում այսպես մոնիտորինգ անելով եւ պեղելով նման մարդկանց, այլ իրենք երկար ժամանակ ճանապարհ են անցել թիմի հետ, ապացուցել են, որ իրենք թիմակիցներ են եւ դրա արդյունքում նաեւ ներքին ընտրությունների արդյունքում յուրաքանչյուրը իր տեղը գրավել է այդ ցուցակում եւ հետեւաբար խոսել դրա մասին դա աբսուրդ է։ Եվ ինչ է կատարվում Գագիկ Ծառուկյանի եւ իր կողմից ղեկավարվող ամենատարբեր հիմնարկների շուրջ, մեկնաբանությունները տարբեր են, որոշները պնդում են, որ սա իրավական գործընթաց է եւ հիմա է ճիշտ ժամանակը, որոշները ասում են, որ սա անձնական հաշվեհարդար է վարչապետի կողմից, Գագիկ Ծառուկյանի կողմից քաղաքականություն մտնելու եւ նման կոշտ դիրքորոշում ունենալու նման հայտարարություններ անելու համար, որոշներն էլ ասում են, որ սա ընդհանուր ազդակ է երրորդ երկրների։ Մեծ առումով, եթե անկեղծ ես ասեմ, ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ ասում, սա չգիտեմ, քաղաքական հետապնդում է եւ այլն եւ այլն։ Մենք ունենք այսօր մի շատ կարեւոր խնդիր, որ Հայաստանում կան մեծահարուստներ, օլիգարխներ, ովքեր այստեղ աշխատել են, դեռ մի կողմ եմ դրում, թե ինչ միջոցներով են աշխատել, ովքեր խոշոր գումարների եւ ռեսուրսների են տիրապետում եւ ցավալիորեն այդ ռեսուրսները այսօր օգտագործվում է Հայաստանի Հանրապետության պետականության դեմ եւ ես կարծում եմ, որ այդ քրյա օլիգարխիայի կամ օլիգարխիայի, ովքեր փորձում են Հայաստանում իշխանության գալ եւ Հայաստանի պետականությունը զիջել երրորդ երկրներին, ես կարծում եմ, որ այդ օլիգարխիան պետքա զրկվի ըստ էության իր տնտեսական հենքերից, իհարկե դա պետքա արվի օրենքի շրջանակում, որը եւ արվում է։
Եվ իրավապահ համակարգի ձեռքերը կհասնեն Քոչարյանին կամ Կարապետյանին, թե թույլ օղակը Ծառուկյանն է հիմնականում։ Իրավապահ մարմինների ձեռքերը արդեն հասել են իրենց, եւ այսօր դուք գիտեք, որ իրանց նկատմամբ կա հարուցված բազմաթիվ քրեական գործեր, տարբեր գործերով անցնում են, այնպես որ այստեղ խնդիրը արդեն դատական համակարգին է, որտեղ պետքա պատշաճ դատաքննություն իրականացվի եւ իրավական գնահատական տրվի։ Այսինքն որևէ կաշկանդվածություն չկա, նաև Քոչարյանի եւ հետագայում Կարապետյանի բոլորը կանչվելու են պատասխանատվության, որովհետեւ խոսակցություններ կան, որ թույլ օղակը Ծառուկյանն է, Տեսեք, դուք տեսել եք, որ այսինքն այսօր եւ Կարապետյանը տնային կալանքի տակ է եւ Քոչարյանը այսօր անցնում է տարբեր գործերով եւ ես կարծում եմ, որ այդ գործերը պետքա իրանց ավարտին հասցվեն։ Դա է նաեւ ակնկալում ու պահանջում մեր հասարակության եւ վերջին ընտրությունների նախընտրական արշավի ամբողջ ժամանակահատվածում, երբ որ ես շրջում էի եւ Երևանով եւ տարբեր մարզերով քաղաքացիների առաջին ուրեմն հարցերը բարձրաձայնած հարցերը դա էր, որ այս մարդիկ երբ են պատժվելու իրենց կատարած արարքների համար եւ այդ պատիժը օրենքի շրջանակներում պետքա վերջի վերջո տեղի ունենա եւ մարդիկ, ովքեր արդարացիորեն այդ արդարություն սոցիալական արդարությունն են ակնկալում, այդ իրենց տասնամյակներով ապրած այդ տարիների համար հարստահարման, չգիտեմ, նսեմացման, արտագաղթի եւ այլ ապօրինությունների համար այդ մարդիկ ակնկալում են դրանց պատասխանները եւ մեր դատական համակարգը պետք է այդ պատասխանները տա։ Այսինքն մարդիկ մանդատ են տվել քաղաքացիական պայմանագրին եւ Նիկոլ Փաշինյանին նաեւ դրա համար, հիշելով նաեւ Նիկոլ Փաշինյանի նախընտրական այսպես Այո, նաեւ դրա համար եւ սա նաեւ քաղաքացիների կողմից իրենց քաղաքական մեսիջն ա եղել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Իհարկե խոսքը չի կարող գնալ այսպես ապօրինի գործողությունների մասին, բայց մենք բոլորս գիտենք, որ մեր հասարակության, պետության նկատմամբ տեղի են ունեցել անարդարություններ եւ ապօրինություններ, եւ այսօր հասարակությունը արդարացիորեն դրանց իրավական գնահատականի ակնկալիքը ունի եւ պետք է ստանա։ Եվ ինչու է լուր ընդդիմությունը, օրինակ որոշակի դժգոհություն կար, թե ինչի Կարապետյանի եւ Քոչարյանի աջակիցները դուրս չեն գալիս փողոց, Կարապետյանը, գիտեք, ցավում եմ, բայց պիտի մեջբերեմ իր բառերը, ասում էր մենք 500,000 գլուխ ենք, ունենք գորգրացողներ, պետք լինի դուրս կգանք փողոց։ Հիմա այս իմաստով ինչու է լուր ընդդիմությունը, ստացվում է, կիսում է, համաձայն է։ Տեսեք, ովքեր են Կարապետյանի եւ Քոչարյանի հետևորդները։ Հաշվի առնելով այն բացահայտումները հակակոռուպցիոնի ԱԱԾ-ի ոստիկանության, թե ինչպիսի մասշտաբային ընտրակաշառքներ են եղել, այստեղ խոսքը գնում է ոչ թե Կարապետյանի, Քոչարյանի, Ծառուկյանի հետևորդների մասին, այստեղ խոսքը գնում է գործարքի մասին։ Ցավալիորեն մեր հասարակության մեջ կան ամբարո մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց ձայնը իրավունքը ծախել, եւ ցավալիորեն կա նաեւ դրա գնորդը եւ տեղի ունեցել գործարք, այսինքն միանգամյա գործարք, այդ մարդիկ, ովքեր ընտրակաշառքով գնացել են եւ ընտրել են, գումար են վերցել եւ գնացել են, մարդիկ չեն ասել, որ հետագայում էլ այ մենք դուրս կգանք փողոց, այսինքն դա միանգամյա գործարք է եղել, մարդը ծախել է իր իրավունքը, իր ձայնը, իր արժանապատվությունը, այն մյուսն է գնել է այդ իրավունքը, ձայնը եւ արժանապատվությունը եւ դրանով ավարտվել է, այսինքն դրանից հետո չէր կարող լինել փողոցային պայքար եւ երբ որ Սամվել Կարապետյանը թերևս ամենաճիշտ իր այս ամբողջ պսևդոքաղաքական գործունեության մեջ ամենաճիշտ գնահատականն ա տվել իր հետևորդներին, ովքեր փողով վաճառել են իրենց ձայնը, դրանց անվանելով գլուխներ։ Այո, միայն անասունը կարող է իր իրավունքը, իր ձայնը վաճառել։ Եվ փոխարենը խոսում է Ռուսաստանի Դաշնությունը իր պետական այլ գործիչների միջոցով, ռոպագանդիստների միջոցով այն մասին, որ Հայաստանում ժողովրդավարության հետ քայլ է, ազատությունների սահմանափակում, Մեդվեդևը ուղիղ խոսում էր Գագիկ Ծառուկյանին ճնշելու մասին։ Ինչի մասին են այս խոսակցությունները, որոնք Ռուսաստանի Դաշնության մտահոգությունները Հայաստանում ժողովրդավարության հետ քայլի հետ կապված։ Գիտեք, Ռուսաստանը երևի ամենավերջին երկիրն է, ով պետքա կարծիք հայտնի ժողովրդավարության մասին։ Վերջին
մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանում բանտերում կամ ազատության մեջ սպանվել են հայտնի ընդդիմադիրներ, եւ սա ձերբակալվել են ու ձերբակալվում են մարդիկ, ովքեր նույնիսկ, չգիտեմ, սպիտակ թուղթ են պարզում հրապարակում կանգնած, ոչ մի բան չասելով, նույնիսկ նրանց են ձերբակալում։ Այս վերջերս կարդացի, որ իրենց այսպես տեխնացուներից մեկով ցանկություն ուներ մասնակցել գալիք ընտրություններին, հայտնի այդ Նադեժդինը, որը ժամանակին ստորագրահավաք կազմակերպեց եւ որին թույլ չտվեցին մասնակցել, հիմա էլ իրան հայտարարեցին ինոագենտ ու ըստ էության դուրս թողեցին ընտրական գործընթացներից։ Դա երևի վերջին նշույլն էր, հա, Ռուսաստանում պաշտոնական տեսակետից այլ տեսակետ հայտնող մարդկանց ու ըստ էության փաստացի կարելի է համարել նաև քաղաքական դաշտում թանգարանային վերջին նմուշը, որ կարելի էր գոնե ցույց տալ, որ այլ կարծիք է գոյություն ունի, բայց այնուամենայնիվ այդ մարդուն հայտարարեցին ինոագենտ ու զրկեցին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Համի այս ռեժիմի ներկայացուցիչները գնահատականներ են տալիս Հայաստանի ընտրությունների հետ կապված, անկեղծ ասեմ, իմ համար դրանք երկրորդական, երրորդական, 10-րդական նշանակություն ունեն, քանի որ քաղաքակիրթ մարդկությունը գնահատել է Հայաստանում տեր ունեցած ընտրությունները, քաղաքակիրթ մարդկությունը շնորհավորել է ուրեմն Հայաստանի վարչապետին եւ նրա ղեկավարած թիմին հաղթանակի հետ կապված եւ դա է ինձ համար թերևս ամենակարևորը։ Իսկ Ռուսաստանի Դաշնության կողմից չշնորհավորելը արդյոք նշանակում է, որ կողմերը միևնույն է չեն հարաբերվելու կամ մի շարք խնդիրներ կան, որոնց շուրջ պիտի նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Եթե կան խնդիրներ, ապա այդ խնդիրները Հայաստանը չի առաջացնում, Հայաստանը մշտապես ընդառաջ է գնում եւ դուք տեսաք վերջին իրադարձությունը, որ Հայաստանի վարչապետը գնաց եւ Ռուսաստանում հանդիպեց Ռուսաստանի վարչապետի հետ, սա նույնպես Հայաստանի կողմից բարի կամքի ժեստ էր։ Կգնահատեն Ռուսաստանում, կգնահատեն, չեն գնահատի, ապա ես դες կարող եմ ասել, որ պատմությունը ցույց է տվել, որ ում հետ Ռուսաստանը այդ կերպ վարվել, այդ պետությունները շատ ավելի են հեռացել Ռուսաստանից, ավելին ասեմ, այդ պետությունները հիմա շատ ավելի լավ են ապրում, թե քաղաքական առումով, թե տնտեսական առումով, թե սոցիալական առումով, թե անվտանգային առումով, քան երբ որ իրենք շատ ավելի սերտ հարաբերություններ ունեին Ռուսաստանի հետ կամ ինտեգրված են ռուսական ինչ-որ մի մոդելում։ Այնպես որ վերջն արդյունքում էլի Ռուսաստանը կորցնելու է եւս մեկ գործընկերոջ ու հետեւաբար ես կարծում եմ որ Ռուսաստանում պետք է հետեւություններ անեն։ Իսկ այդ կախվածությունները եւ լծակները Ռուսաստանի Դաշնությունը արդյոք գործի չի դնելու, այդպես հեշտ հանձնելու է կամ հանձնվելու է այսպես։ Իհարկե գործի է դնելու եւ արդեն իսկ գործի է դնում։ Իրեք մենք սրանից չպետք է վախենանք։ Մենք պետքա ինքներս մեզ հարց տանք եւ ինքներս մեզ որոշում կայացրենք։ Մենք ուզում ենք պետություն, թե չէ։ Մենք ուզում ենք պետություն, թե մենք ուզում ենք վասալի ստրուկի կարգավիճակով ինչ որ մի իմպերիայի կազմում գոյատևել։ Ես կարծում եմ, որ հունիսի 7-ի ընտրությունները նաեւ դրա մասին են եւ մեր հասարակությունը, մեր ընտրողները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ որոշումը կայացրեցին, որ իրենք ուզում են պետություն ունենալ եւ հետեւաբար ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները գիտակցում են նաեւ այդ դժվարությունները, որոնք կարող են առաջանալ եւ ես կարող եմ նաեւ ըստ էության հիացմունքի խոսք արտահայտել եւ շնորհակալություն հայտնել այն արտադրողներին, այն քաղաքացիներին, թեկուզ այն գյուղացուն, ով իր մի փոքր տարածքում պոմիդոր է աճեցնում, ելակ է աճեցնում եւ իրենք չեն տրտնջում այդ դժվարություններից, ընդհակառակը շատերի հետ շփվելով ես հասկանում եմ, որ այս մարդիկ իրականում հասկանում են, թե որն է գինը այդ ամենի ու իրենք հասկանում են, որ այդ պոմիդորի, չգիտեմ, ելակի եւ այլնի այսօրվա դժվարությունների մեջով եթե մենք չանցնենք, ապա վաղը մեզ համար շատ ավելի դժվար իրավիճակներ են սպասում, քանի որ վաղը մենք եթե պետականությունը փոխենք լոլիկով կամ չգիտեմ ելակով, վաղը չունենալով պետականություն ըստ էության երրորդ երկրները գալու են այստեղ մասնատեն մեր պետությունը, թելադրեն իրենց քաղաքականությունը, իրենց վարքերն ու բարքերը եւ հետեւաբար այս ամենը հասկանալով այսօր մեր արտադրողները առնվազն ճշող մեծամասնությամբ կանգնած են
պետականության կողքին, կանգնած են կառավարության կողքին եւ հակառակը կառավարությունն էլ կանգնած է մեր արտադրողների կողքին։ Իհարկե սա ինչ որ նաեւ ֆորս մաժորային իրավիճակ է, որից մենք համոզված եմ դուրս են գալու ու այդ դուրս գալու process-ը ըստ էության սկսված է եւ փաստացի կարող ենք ասել, որ նախկինում միգուցե մի փոքր ավելի ուռճացված կամ շատ ավելի վատ կանխատեսումներ ունեինք նման իրավիճակում այս հետևանքների հետ կապված հիմա, երբ որ մեր նաև արտաքին գործընկերների աջակցությամբ, նաև մեր կառավարության պրոակտիվ քաղաքականության եւ մեր գործարարների էլի պրոակտիվ գործունեության արդյունքում այդ ազդեցությունները շատ ավելի նվազ են, քան մենք ակնկալում էինք եւ համոզված եմ, որ այո, մենք ապագայում դուրս կգանք այս իրավիճակից ու դուրս կգանք շատ ավելի ուժեղացած։ Ես միշտ բերում եմ այդ զենքի օրինակը այս իրավիճակում, երբ որ տարիներ առաջ Հայաստանը էլի Ռուսաստանից փորձեց զենք գնել, վճարեց մի քանի 100 միլիոն դոլար, դրա արդյունքում ոչ զենքը ստացանք ըստ էության, ոչ դրա գումարը, բայց արդյունքում ինչ ստացանք, արդյունքում ստացանք, որ այլևս Հայաստանի Հանրապետությունը դիվերսիֆիկացրեց իր զենքի գնման շուկաները եւ թերևս տեղ ունեցավ ամենակարևորը, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր ունի արդեն իր սեփական ռազմական արդյունաբերությունը, ռազմաարդյունաբերություն, որը արդեն ինչ որ նմուշներ է արտահանում, վաճառում արդեն դրսի շուկաներին։ Ահա այս օրինակով ես համոզված եմ, որ առաջիկայում մեր արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի արդյունքում մենք շատ ավելի ուժեղացած ենք դուրս գալու իրավիճակից եւ մեր պետականությունը շատ ավելի ամրապնդված է լինելու, քանի որ մենք շատ կարեւոր այսպես կախվածությունից մենք ազատվելու ենք։ Այսինքն այնինչ տեղի է ունենում հիմա նկատի ունեմ արաբական շուկայի դարպասների բացվելը Հայաստանի Հանրապետության տնտեսվարողների առաջ Եվրամիության շուկայի դարպասների բացվելը, դա տնտեսության անկախություն է, ազատականացում է, թե այնուամենայնիվ տնտեսության անկախությունը, ազատականացումը սկսվում է ինչու՞ չէ ամենակարևոր ենթակառուցվածքներից, որոնցից մեկը երկաթուղին է, արյունատար անոթները, որը գտնվում է Ռուսաստանի կոնցեսիոն կառավարման ներքո։ Գիտեք, այս ամենը այդ անկախության ու ինքնիշխանության կոմպոնենտներ են եւ զենք գնելու հնարավորություն ունենալը, զենք վաճառելու հնարավորություն ունենալը, զենք արտադրելու հնարավորություն ունենալը կամ քո արտադրած ապրանքը ոչ թե մեկ, այլ տասնյակ շուկաներ վաճառելու հնարավորություն ունենալը կամ քո կոմունիկացիաները, որոնք շարժվում են ոչ թե մեկ կամ երկու ուղղությամբ, այլ շարժվում են տասնյակ ուղղություններով։ Այս ամենը ինքնիշխանության, պետականության կարևոր կոմպոնենտներ են, որոնք ժամանակի ընթացքում մեկ առ մեկ, այսպես ասենք, վերականգնում են կամ շտկում են այս սխալները, որը նախկինում թույլ ենք տվել։ Բայց այնուամենայնիվ երկաթուղու հարցը մնում է օդից արկախված, իսկ Գալուզինը իր հոդվածում նշել էր այն մասին, որ թրիփը կարող է լինել միայն այն պարագայում, եթե այդտեղ մասնակցություն ունենա Ռուսաստանի Դաշնությունը, խոսել էր սահմանապահների արկայության մասին, երկաթուղու կոնցեսիոն կառավարման մասին։ Հիմա սրանք ռիսկեր չեն եւ իհարկե դրանք ռիսկեր են, այդ ռիսկերը բոլորը պատկերացնում են, բոլորը հասկանում են, բայց այդ նույն սահմանապահները պետք է պահպանեն Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, բայց եթե սահմանապահները իրենց գործողություններով կամ այդ գործողությունների ենթատեքստերով Հայաստանի համար անվտանգային սպառնալիքներ են ստեղծում, այդ սահմանապահները այդտեղ չպետք է լինեն։ Նույնը երկաթուղին նախ Հայաստանի Հանրապետության սեփականությունը, այդ երկաթուղին տրվել է կոնցեսիոն կառավարման, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը մեզ սերվիս է ապահովում երկաթուղիների կառավարմամբ։ Եթե երկաթուղիների նպատակը ըստ էության Հայաստանի կոմունիկացիոն հնարավորությունները ընդլայնելն է, բարելավելն է, լավացնելն է, եթե այդ երկաթուղիները Ռուսաստանի կառավարման ներքո հակառակն են անում, այսինքն խոչընդոտում են Հայաստանի կոմունիկացիոն հնարավորությունների զարգացմանը, ապա ակնհայտ է, չէ՞, որ դա հակապետական գործունեություն է, դա Հայաստանի դեմ ուղղված գործողություններ է, եւ հետեւաբար մենք պետք է քայլեր ձեռնարկենք չեզոքացնելու այդ գործողությունները։
Կառավարությունը գնում է TRIP նախագիծը վավերացնելու ճանապարհով, նախագիծը ուղարկվում է Սահմանադրական դատարան։ Սա ինչ է նշանակում, պարոն Առաքելյան, այսինքն TRIP-ը շուտով արդեն կտեսնենք գետնի վրա որպես իրողություն, այսինքն նկատի ունեմ աշխատանքները կսկսվեն այս process-ներից հետո։ Դե սա նշանակում է, որ process-ը բնականon հունով գնում է։ Մենք այս ընթացքում տեսել ենք, որ փաստացի այլ ամերիկյան մասնագետներ են ժամանել Հայաստան տեղանքները ուսումնասիրելու, այսինքն գետնի վրա ըստ էության գործնականում նաև process-ներ են գնում։ Մենք տեսանք վերջերս, որ տեղ ունեցավ նաև այդ TRIP+ հիմնադրամի ղեկավարի նշանակման գործընթացը, որտեղից որ պետքա ֆինանսներ գան TRIP պրոյեկտը իրականացնելու համար, այսինքն պրոյեկտը ամբողջ թափով ընթանում է եւ վերջերս վարչապետը հույս հայտնեց, որ աշտանը արդեն այդ գետնի վրա արդեն մենք հույս ունենք, որ կտեսնենք արդեն որոշակի շինարարական, ասենք, գործողություններ։ 3.5 տարվա դադարից հետո Ադրբեջանի արտգործնախարարը Մոսկվայում էր, հանդիպում ունեցավ Լավրովի հետ, քննարկվել են ինչպես երկկողմ հանդիպումներ, այնպես էլ տարածաշրջանային ամենատարբեր պրոյեկտները, ենթադրում եմ նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորումը։ Ինչ է կարծում Ադրբեջանի արտգործնախարարի այցը եւ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչների հետ շփումները կապում որոշակի փոփոխություններ բերել ադրբեջանական նարատիվներում, թե չսպասել նման զարգացումների, որովհետեւ մենք գիտենք, որ Ռուսաստանը առնվազն դեստրուկտիվ ձևով է ազդում ադրբեջանական կողմի վրա եւ խաղաղության գործընթացը այդ իմաստով ավելի շատ տուժում է։ Տեսեք, ես կարծում եմ, որ եւ խաղաղության գործընթացը եւ TRIP պրոյեկտը արդեն անցել են այնպիսի անվերադարձելիության կետ, որ այդտեղ, չգիտեմ, Ադրբեջանի կողմից համաձայնվել կամ մտնել ռուսական դեստրուկտիվ խաղի մեջ, ես կարծում եմ կտուժի նախ եւ առաջ Ադրբեջանը, հաշվի առնելով, որ այս ամբողջ պրոյեկտի մեջ ներգրաված է ուղիղ Միացյալ Նահանգների նախագահը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը մշտապես փորձելու է գալ եւ խանգարել այս գործընթացին, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ եթե Ռուսաստանը ինչ-որ առումով դուրս է եկել այս գործընթացներից, դա դուրս է եկել իր միակողմանի քաղաքականության հետևանքով պրո-ադրբեջանական, պրո-թուրքական քաղաքականության արդյունքում, երբ որ ակնհայտորեն իրենք ըստ էության որպես համախոհներ սպասարկել են եւ պաշտպանել են Ադրբեջանի շահը։ Եվ հետեւաբար որքան ռուսական ցանկությունները մեծ են խոչընդոտելու, ես կարծում եմ Ադրբեջանում էլ լավ հասկանում են դրա հետևանքները իրենց համար։ Իհարկե պետք է ասենք, որ Ադրբեջանի համար ցանկալի տարբերակ էր նոյեմբերի 9-9-րդ կետը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ ըստ էության Սյունիքի մի հատվածը, Սյունիքի մի հատվածը անեքսիայի ենթարկեին, վերցնեին ռուս-թուրքական ադրբեջանական վերահսկողության տակ եւ թեման փակեին։ Բայց քանի որ դա Ադրբեջանի ուժերից վեր էր անել, դա նաեւ Ռուսաստանի ուժերից վեր է այլևս անել, ապա ես կարծում եմ, որ Ադրբեջանը ռիսկերի չի գնա։ Իհարկե Ադրբեջանը կրկնեմ մեծ ցանկություն կունենար հնարավորություն ունենա թարմացնելու կամ այսպես ասենք նոր շունչ հաղորդելու այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետին եւ եթե Հայաստանում իշխանության գային այն ուժերը, ովքեր մշտապես հայտարարում են նոյեմբերի 9-ի 9-րդ կետի կատարածումը, ապա համոզված եղեք, որ մենք կտեսնեինք Հայաստանի հարավում ռուս-թուրք-ադրբեջանական միջանցք, որի կատարմանը նպաստել էին նաև այս հայաստանյան քաղաքական ուժերը։ Ու հետաքրքիրը հետևյալն է, որ այդ նոյեմբերի 9-ի 9-րդ կետին կողմ էին արտահայտվում Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը ու հայաստանյան այս շրջանակները, որոնք իրանց դիրքավորվել է խիստ հակաթուրքական ըստ էության դաշտում, բայց իրականում վարում էին պրո-թուրքական, պրո-ադրբեջանական քաղաքականություն, քանի որ իրենք վարում էին Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին ծառայելու քաղաքականություն, իսկ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը մեր տարածաշրջանում ենթադրում են անհրաժեշտաբար նաև պրո-թուրքական քաղաքականություն, քանի որ առանց Թուրքիայի
հետ համախոհության եւ դաշնակցության այս տարածաշրջանում Ռուսաստանը ոչինչ չի կարող անել։ Եվ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում համարձակ հայտարարությունները, հատկապես Ալիևի կողմից Շուշիի մեդիա ֆորումի ժամանակ, երբ խորհրդային տարիները անվանեց ստրկության տարիներ, Ուկրաինային կոչ արեց չհաշտվել օկուպացիայի հետ եւ նման օրինակ հայտարարություններ Ռուսաստանի ուղղությամբ խոսեց նաեւ 3+3 հարթակի մասին, ինչը թմկահարում էր ռուսական կողմը, սակայն Ալիևը ասաց, որ դա ոչինչ չտվող հարթակ է, ձևական ինչ-որ բնույթ ունի եւ Ռուսաստանը այդ կերպ նպատակ ունի արևմտյան հարթակներին դուրս դնել բանակցային process-ներից։ Ինչու Ալիևը կարող է նման կերպ արտահայտվել այն ամենի մասին, ինչը հայկական կողմը կարող է խոսել միայն կուլիսներում, վախենալ բարձրաձայնել, սակայն հայկական կողմի նկատմամբ, այսպես ռուսական կողմի դիրքորոշումը շատ ավելի կոշտ է, խիստ է ինչ-որտեղ սաստող է, քան նույն Ալիևի եւ կամ Ադրբեջանի նկատմամբ։ Ըստ էության Ալիևը, երբ լսում ենք Ալիևի հայտարարությունները Ռուսաստանի հասցեին, սա ինչ-որ առումով առանց չափազանցնելու նսեմացման ինչ-որ հայտարարություններ են։ Ռուսաստանում իրենք են խոստովանել ամենաբարձր մակարդակները, որ իրենք են Ալիևին այդ քաղաքական քարտ բլանշը տվել Ղարաբաղը հետ վերցնելու եւ դրանից հետո երբ որ Ալիևը ուրեմն նման հայտարարություններ է անում, ուրեմն թող ռուսները մտածեն ինչու է Ալիևը նման հայտարարություններ անում։ Ալիևը նախ ունի նաեւ Թուրքիայի անվերապահ աջակցությունը, քանի որ նաեւ դրանից է ինքը իրեն նման վստահությամբ հայտարարություններ անում Ռուսաստանի հասցեին։ Հետո շատ լավ հասկանում է իր աշխարհակաղակական դիրքը, նշանակությունը եւ մյուս կողմից էլ Ալիևը փաստացի հեգնում է նաեւ ռուսներին, որը թերևս այս ամբողջ իրավիճակի ամենահետաքրքիր մասն է։ Ռուսաստանից որևէ արձագանք չկա, փորձում են հանդես գալ հերթական անգամ Ալիևի էլի խոսափողի դերում եւ փորձում են այսպես Ալիևի ասածները մեղմացնել, չգիտեմ, նույն Մարիա Զախարովան եւ մյուս պաշտոնյաները։ Կրկնում դա ռուսների մտածելիքն է, դա ռուսների խնդիրն է։ Իհարկե մեր նմանատիպ վարքագծին իրենք շատ ավելի այսպես սուր են արձագանքում, դա էլ գալիս է նրանից, որ մենք թերևս այս պայդրությամբ միգուցե շատ ավելի տնտեսական կախումներ ունենք Ռուսաստանի հետ եւ կարծում եմ, երբ որ ասում ենք պետականություն, անկախ քաղաքականություն, անկախություն, նաեւ սա նկատի ունենք, որ մենք պետքա մեր կախվածությունները հնարավորինս նվազագույնի հասցնենք, կապ չունի Ռուսաստանն է, թե որ երկիրն է, որևէ մեկ կոնկրետ երկրից, որպեսզի մենք մեր արտաքին քաղաքականության մեջ շատ ավելի միգուցե բաց եւ ավելի այսպես վճռական գտնվենք։ Եվ ամփոփելով պարոն Առաքելյան, Իսրայելի կողմից վերջին շրջանում ցեղասպանության հարցը, այսպես ասած, Կնեսետ ուղարկել է նախագիծը, այդ օրինագիծը, հետո խաղարկել է այդ հարցը, հիմա իհարկե օրինագիծը չի ընդունվել Կնեսետի կողմից, բայց սա ինչ նպատակ ուներ, սա կարող էր նաև պայմանավորված լինել Ադրբեջանի հետ որոշակիորեն եւ Հայաստանի շատ կառուցողական արձագանքը նաև բերեց այս ելակետին, որովհետեւ տպավորություն է, որ կողմերը նաև սպասում էին, թե ինչպիսի արձագանք եւ հայտարարություններ կլինեն Հայաստանից։ Ես չեմ կարծում, որ կողմերը նման սպասումներ ունեին, այդ սպասումները գեներացրել էին էլի այստեղի այս շրջանակները պսևդո ընդդիմադիր եւ կյանքը ցույց տվեց, որ հերթական անգամ իրենք սխալվեցին, որ հայոց ցեղասպանության հարցը էլի Իսրայելում տարբեր ժամանակահատվածներում այսպես բարձրացվում է քաղաքական առաջին ուրեմն մակարդակի վրա, պայմանավորված Իսրայել-Թուրքիա հարաբերություններով եւ իմ կողմից դատապարտելի է նման վարքագիծը առավել եւս ցեղասպանություն տեսած երկրի կողմից շարքել այլ երկրի ողբերգությունը իր ներքաղաքական կամ արտաքին քաղաքական հարաբերություններում դա դատապարտելի է եւ ըստ էության նաեւ անբարո, քանի որ կամ դու ճանաչում ես այդ ողբերգությունը կամ չես ճանաչում։ Շնորհակալ եմ պարոն Առաքելյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքագետ Էդգար Առաքելյանն էր, կհանդիպենք։